Վարդևանյան, վերջին այսպես որոշումից սկսենք, մասնակի բավարարվեց, ամեն դեպքում դա էլ արդարացի չեք համարում, որն է արդարացի ելքը եւ որ դեպքում ականատես կլինեք, հաշվի առնելով պնդումները, որ սա բացառապես քաղաքական համատեքստ է։ Բնականաբար այն ելքը ընդունելի կլիներ, սիրելի գործընկերներ, եթե կալանքի ներկայացված միջնորդությունը, որը արդեն երկրորդ երկարաձգման միջնորդությունն էր, ընդհանրապես մերժվեր հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Իսկ այն, որ այս քրեական վարույթը ի վերջո կարճվելու է, մոռացվելու է, իր վախճանն է ունենալու, այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Դուք որ պատկերացնեք, ի վերջո դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը 3 դրվագներից միայն մեկով է հաստատվել։ Եվ դա հայտնի հարցազրույցի քրեական վարույթն է, որտեղ պարզապես հնչել էր մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Հիմա դա ոնց կարող է ի վերջո քրեական վարույթի հարց լինել։ Ժամանակի հարց է։ Բայց հոդվածը լրացվել է եւ նոր մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից եւ ոչ մեկով հիմնավոր կասկածը չի հաղթահարվել։ Որ պատկերացնեք, հիմնավոր կասկածը ապացուցման բավականին ցածր շեմ է։ Եվ չնայած դրան, այդ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների այդ ամբողջ խումբը ընդհանրապես հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չէր հաղթահարել։ Բայց ամենազարմանալին որն է, գործընկերներ։ Ի վերջո 50-ից ավել քննիչներ ներգրաված են Սամվել Կարապետյանի քրեական վարույթում։ Եվ իրենք գալիս են դատարան խնդրելով ժամանակ, որ լրացուցիչ գործողություններ կատարեն։ Սա արդեն աբսուրդ է։ Վարդևանյան, Անկեղծորեն, եթե դուք ինձ հարցնեք, ինչ գործողություն ունեն անելու, մենք չենք հասկանում։ Դատական նիստին, երբ հարցնում ենք, ոչ մի պատասխան չենք ստանում։ Այս մակարդակի քրեական վարույթ է։ Ինչ է արվել։ Այդ 53 քննիչների կողմից ինչ է արվել։ Սամվել Կարապետյանին վերաբերող որևէ գործողություն չի կատարվել։ Ասեմ ավելին, դատարանը նաև դիտարկեց այն տվյալը, որ մենք այս ժամանակահատվածում 3-4 անգամ դիմել էին քննիչներին, 3-4 անգամ, որ գործողություն անեն Սամվել Կարապետյանին վերաբերող, չեն կատարել։ Եվ դա դատարանում եւս գնահատվեց։ Վարդևանյան, քաղբանտարկյալների թիվը այսօրերին կարծեք ավելանում է, Ալեքսանդր Կոչուբաևը ձեր գործընկերը կալանավորվեց, ինչպես նաև այլ հոգևորականներ, ինչ ակնկալիքներ կան եւ արդյոք հնարավոր են, որ այս օղակը ավելի մեծանա։ Տեսեք, ես եւս մասնակցել եմ Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորելու միջնորդության քննությանը, ըստ էության կարող եմ հրապարակայնացնել այն, ինչ ասել եմ այդ դատական նիստի ընթացքում։ Իր կողմից կատարված գրառումը ինձ համար ընդունելի չէ։ Գիտեք, ես երևի նկատել եք, իմ կողմից բառամթերքի օգտագործման մեջ ընտրությունը շատ խիստ եմ կատարում։ Եվ ես ընդհանրապես հակված եմ նրան, որ մեր հասարակության մեջ մենք մաքսիմալ պետք է զերծ մնանք նման բնույթի արտահայտություններից։ Եվ իհարկե առաջին հերթին սա վերաբերում է օրվա իշխանություններին, որտեղ այդ պայմանական Պանդորայի արկղը իրենք են բացել։ Արդյոք Կոչուբաևի արտահայտությունների մեջ կար որևէ հանցանքի հատկանիշ։ Ոչ։ Արդյոք կար ոչ ընդունելի, անընդունելի թեկուզ։ Այո, կարելի է նաև այդպես ձևակերպել, բայց դա ինչ կապ ունի քրեական վարույթի հետ։ Ինչ կապ ունի կալանքի հետ։ Իհարկե կապ չունի։ Ցավոք սրտի մեզ մոտ կալանքը ֆետիշացման է վերածվել։ Իսկ Մասիս Մելքոնյանի մոտ արդարադատություն ակնկալելը նույնիսկ ամենամեծ ռոմանտիկ մարդու դեպքում չի ստացվում։ Իդեպ դատական նիստի ընթացքում ներկային 20-ից ավել փաստաբաններ, 20-ից ավել։ Ես իմ խոսքում դիմելով Մասիս Մելքոնյանին ասացի, ես համոզված եմ դուք կայացնելու եք կալանքի որոշում։ Բայց եկեք զարմացրեք բոլորիս։ Զարմացրեք 20-ից ավել փաստաբանների եւ ցույց տվեք, որ դուք կարող եք իրականացնել արդարադատություն։ Շատ հետաքրքիր էր, որ արդեն միջազգային կառույցներից, նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հստակ գնահատականներ են հնչել ապօրինության վերաբերյալ։ Կրկին եմ ասում, ցավով մեզ մոտ քաղաքական հետապնդումները, կալանք բառը վերածվել է մի սովորական երևույթի։ Այս ամենի համատեքստում իրավական առումով ասում ենք, որ պետությունը գնում է դեպի անկում, հա, այսինքն որևէ իրավական գործընթաց չկա։ Ինչ պետք է անել, եթե փաստաբանները բերելով այսքան փաստարկներ, որևէ բանի չեն կարողանում հասնել։ Ի վերջո, ինչպես պետք է այս ամենի դեմն առնել, որովհետև յուրաքանչյուր օր մի հոգի կարող է դառնալ ձեր, հա, բնորոշմամբ քաղբանտարկյալ, իրավական տերմինով քաղբանտարկյալ։
Առաջինը պետք է որևէ մի պա չընկճվել, հավատը չկորցնել, վճռականությունը թույլ չտալ, որ նահանջի եւ իրականում իրավունքը գերակայելու է։ Ավելի ծանր վիճակներ միջազգային փորձը ցույց է տվել։ Բռնապետական որևէ մի վարքագիծ հավերժ չէ, արդյունավետ էլ չէ։ Հիմա տեսեք, ամեն դեպքում միջազգային հանրությունից արդեն որոշակի արձագանքներ կան։ Պայմանական մի քանի ամիս առաջ դա չկար։ Վստահ եմ, սա ձնագնդիկի էֆեկտ է ունենալու եւ իրավունքը այո գերակայելու է։ Պարոն Վարդանյան, դուք մեր ձևով շարժում եք մտել։ Ես եկեք հետեւյալ կերպ պատասխանեմ, կարծում եմ մեր հայրենակիցներից, երևի ստվար զանգվածը, այս ժամանակահատվածում չի կարողանում քաղաքական գործընթացներից զերծ մնալ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի դաշինքից, Հայաստան դաշինքից դուրս եկած ասեցիք Ես հենց դա էի ուզում պատասխանել։ Ես երբ պատգամավորական մանդատս վայր դրեցի, ես հետևյալ հայտարարությամբ հանդես եկա, որ ակտիվ քաղաքականությունը դադարեցնում եմ։ Արդյոք զերծ եմ մնացել որևէ մի հանրային մեծ կարևորություն ենթադրող հարցերից, իհարկե ոչ, բայց այն, որ այսօրվա պայմաններում կարծես թե մեր բոլոր հայրենակիցներն էլ ուզեն չուզեն քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր լինել չեն կարող, դա եւս ակնհայտ է։ Կարծում եմ երևի ամփոփելով ձեր հարցադրման պատասխանս, առաջիկայում ես շատ մանրամասն դրա մասին կխոսեմ։ Այսինքն ձեզ հաշտեն կտեսնենք ոչ թե Հայաստան դաշինքում, այլ մեր ձևով շարժման։ Եկեք երևի առաջիկայում դրա մասին շատ մանրամասն խոսենք միասին։ Խոստանում եմ նույնիսկ հենց առաջինը ձեր հետ եմ խոսելու, քանի որ հիշում եմ, որ ժամանակին մի հարցի վերաբերյալ խոստացել էի, որ հենց առաջինը ձեր հետ պետք է ունենամ հարց ու պատասխանը, մի փոքր ուշացրել էի։ Այնպես չէ, որ դրժել էի խոստումս, բայց մի քիչ ուշացրել էի, այս անգամ հետևողական կլինեմ։ Դե բանը մեզ խոստացեք էլի։ Միշտ։ Շնորհակալ եմ, Ժողովուրդ ջան, շատ լավ։